Ашот это такой вулкан, и у него вот этот слой спящий очень тоненький. Вот. Просто Ашот, он же такой житель, леса звука. Поэтому его оттуда не выманишь. Он вообще, знаешь, о чем мечтал? Он мечтал сидеть дома, иметь подземную мастерскую, чтобы в темноте и в полном вакууме звука иметь возможность слышать чистый тон, добиваться чистейшего тона, чтобы ничего не мешало, ничего из окружения не проходило туда. А теперь представляешь себе, ты этого лесного жителя звука достаешь и говоришь, сейчас мы будем про тебя снимать. Он говорит, кто я? Что, все, нет. Но когда что-то начинает говорить, ты, это такой всходит такой армянин, понимаешь, да? А я считаю, что нужно говорить именно так. Потому что куча армян спят. И Ашот должен сказать, брат, проснись, вот тебе звук, звучи, вот твой голос, вот твоя земля, понимаешь, вот это такой... Вот я представляю себе все время, это моя абсолютная мечта, чтобы где-то высоко в горах было уединенное место, в котором был каменный дом, в котором жили инструменты Ашота, чтобы туда могли приезжать люди, и один день, просто один день, начинающийся с рассвета и заканчивающийся с закатом, слушать звук, переходя из одного тона в другой, чтобы они слушали звук и ничего не делали, не болтали, не производили свои мусорные слова, а просто погружались. Один день вместе со звуком от рассвета до заката изменит всю твою жизнь, перестроит всю твою энергию, вычистит все твои мозги, все твои депрессии, вот всю вот эту ерунду. Вот я мечтаю о том, чтобы вот так произошло. Вот это Армения. Բարև ձեզ, մենք այսօր կունենանք շատ հետաքրքիր զրույց վարպետ Աշոտ Աբգարյանի հետ, ով Հայաստանում միակն է, որ ստեղծում է տիբեթյան երգող սարքեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալություն, Փարք Տիրոջը, լավ։ Ես ուղղակի ապշած եմ այս ձայների գեղեցկությամբ, թե ինչպես եք դուք այս ամենը ստեղծել, սա ուղղակի փոքր հրաշք է։ Պարոն Աբգարյան, կարող եք ինձ ասել առաջին անգամ, երբ ձեր մոտ առաջացավ այդ միտքը, որ դուք կարող եք զբաղվել նման հրաշքներ ստեղծելով։ Ինչից սկսվեց այս պատմությունը ձեր կյանքում։ Շատ վաղուց պատմություն է։ Ահա։ Սովորաբար կան բաներ մեկը մյուսի հետ շահ կապված։ Առաջի հետին իմ մանկությունը անց եմ կացրել Շամշադին Բերդ քաղաքում, որ ունեցել եմ սազ նվագող պապա, իմ հայրիկը սազ էր նվագում։ Եվ տանը ունեցել եմ հորս մաման, որը սովորաբար բոլորը ճանաչում են այստեղ տատիկ, ինձ համար նանա, իմ նաննա եղել, իր ասացվածներով, իր պատմություններով, իր առասպելներով ու հայրիկիս սազի հնչյունների ներքո, սենց կարամ ասեմ։ Շատ եմ ուզեցել, որ նվագեմ, ինձ քաշել է, ասել է նվագի, բայց չի ստացվել։ Մի քիչ հանակ ձևով ճանաչված անունը, որը կոչվում էր մագնիտոֆոն, ժամանակին ես մենակ մագնիտոֆոն կարամ նվագեմ, ուրիշ ոչ մի բան։ Ուզում ասեմ, չստացվեց։ Սազ նվագել, ինչ-որ մի երաժշտական գործիքի վրա նվագել չկարողացա։ Բայց հնչյունները քաշում էր ու իմ առաջին երաժշտական գործիքը, որ ես պատրաստել եմ, դա եղել է 3-րդ դասարանում, հարվածային գործիք, շատ ամուր փայտից, ինքը սովորաբար այդ գործիքը կա, ճիշտն ասած կսխալվեմ, անունը չեմ հիշում ոնց էր կոչվում, բայց մանր սենց փայտիկներով սնամեջ փայտեր էր, թելերով կախված մի խոսքով, իմ առաջի աշխատանքը, որ ես պատրաստել եմ, որպես երաժշտական գործիք 3-րդ դասարանում ու աշճանաբար ինչ ճանապարհներով արդեն։ Ոնց պատրաստեցիք այդ տարիքում, ոնց պեղեցիք այդ փայտը, որտեղ կհիշեք այդ պատմությունը։ Ինչը դրթեց ձեզ։ Ճիշտն ասած,
իր կառուցվածքով տեսքով շատ նմանում էր հոն ասած ծառի փայտին, եթե չեմ սխալվում, անունը Գամշիա կոչվում։ Ինքը սնամեջ, ինքը շատ չի հաստանում։ Շատ ամուր է, ինքը որ չորանում է, լրիվ քարի վիճակ է։ Դրա համար ասենք հարվածի ժամանակ ոնց որ ռեզոնանսայի մեծ դաշտ առաջանում, ինքը մեծ հնչողություն ունի։ Հուշել էր ինչ որ մեկը ձեզ, թե։ Ինքն ստիքյան արդեն դա ոչ թե հուշում է, երբ որ ապրում ես այն ձևի միջավայրում, հայրիկս եւ սազ էր նվագում եւ ասենք ձերի լավ շնորհք ուներ, գդալներ էր պատրաստում, շերեփներ էր պատրաստում, գործը փայտի հետ էր։ Ու դա հենց իմացա, որ ասենք օրինակ շերեփը ինչ փայտից են սարքում, տանձի փայտից, ու մեկ էլ պոպոկի փայտից։ Տանձի փայտը խտության աշճանով 100 քանի անգամ բարձր է։ Ինքն ստիքյան 1-2 խոսալով, բացատրելով հայրիկից շատ բաներ եմ սովորել։ Էդ էլ ասենք դա հենց իմացա, որ ինչ փայտ է։ Տեղն իմանալով ես իմ ձեռով կտրել, բերել, պատրաստել մի խոսքով։ Երրորդ դասարանում։ Երրորդ դասարանում առաջի երաժշտական գործիքն եմ պատրաստել։ Հիմա աշճանաբար հասնելով այսօր Քանի տարեկան է, ահա։ Իբեցյան երկող թասերին ենք հասել, իրանց եմ պատրաստում։ Հիմա մինչև հասնելը, հա, թասերին, առաջի թասը որ տարիքում եք դուք պատրաստել։ Առաջի թասը երևի պատրաստել եմ 17 տարի առաջ։ 17 տարի առաջ։ Հա։ 17 տարի, միջև այդ ասենք շատ փորձեր ա եղել։ Եվ մետաղ ենք փչացրել, սենց ասած։ Մի խոսքով շատ դաժան աշխատանքի միջով եմ անցել, միջև աշճանաբար հասել եմ այս աշճանին։ Ինչի ընտրությունը ընկավ հենց տիբեթյան երգող թասերի վրա։ Կարող է հիշեք ոնց եկաք դուք այդ մտքին։ Մի քիչ դժվարանում եմ հիշեմ, ուղղակի հիշում եմ, ոնց ասեմ, մեր բարեկամներից մեկը իրանց տանն էինք, դրսում մի կտոր մետաղի կտոր կարանգած։ Վերցրեց շպրտեց մեծ հնչողություն լսվեց մի խոսքով։ Ասեցի կտաս այդ կտորը ինձ։ Այդ կտորը ես վերցրի մի խոսքով բերի ու սկսեցի աշճանաբար առաջի գործը, հենց առաջի թասը դրանից եմ ստացել։ Ու դա հենց սկսվեց, չնայած միջև այդ, ասենք, էլի շատ տարբեր բաներ եմ պատրաստել ու ճիշտ ասած մի խոսքով Մարինա ջան, ինձ ձայները քաշում են, առանց ձայնի ոնց որ ասած սոված եմ, ծարավ եմ, ուտել եմ ուզում, խմել եմ ուզում, նույնը այս ձայներն, այս աշխատանքն է։ Իսկ ինչ է ձեզ համար ձայնը։ Ձայնը, եթե մի բառով մի ամբողջ կյանք կասեմ, կյանք, առանց ձայնի կյանք չկա։ Ես ցավով եմ ապրում, ուղղակի երբ որ ասենք մտովի պատկերացնում եմ այն մարդիկ, որ չեն լսում, նրանց վիճակը ինչ է, հոգու խորքում ինչ որ միտեղ իրանք խեղդված են, թեպետ ուրախ են, որ իրանք կան ապրում են, բայց իրանք շատ են տանջվում։ Մարդ չտեսնի կամ չլսի, շատ ահավոր բան է դա։ Ձայնը մի ամբողջ կյանք է, ուրքին եմ ես ձայնը, բնության մեջ, տերևների ձայնը, ջրի խշշոցը, անձրևի ժամանակ, երբ որ տանիքին անձրևը թափվում է, ինչ ձայնը, ինչ ես լսում, ոնց ես հանգստանում, դա անբացատրելի, մի ամբողջ կյանք է, ինչքան խոսես կխոսվի դրա մասին։ Իսկ մտածել եք օրինակ այս թասերի
ձայների հնչողության ներքո հնարավոր է մարդուն ապաքինել կամ դուք հետևում եք, երբ որ աշխատում եք թասերի հետ, մարդու հոգում ինչա տեղի ունենում, նկատել եք ինչ որ նման երևույթներ, ինձ շատ հետաքրքիր է այդ պրակտիկան ձեր։ Սկսենք ամենաչնչին բանից, Մարինա։ Երբ որ երեկոյան նստած ուզում ես հանգիստ ունենաս, ինչ որ ֆիլմ ես նայում, ֆիլմ մեջ արդեն ինքնաստիքյան կա մի երաժշտություն, որը արդեն նախորոք խոսում է մի բանի մասին, որ շատ վատ բան է լինելու, կամ ինչ որ մի հատ ուրախություն պետք է լինի, հրաշվանք պետք է լինի, նոր կյանքի շունչ է տալիս։ Ինքը բառ չունի, ինքը խոսում է, ոնց որ այս թասերը ճանաչում ունի որպես երկող թաս։ Եթե ինձ հասնեք անունը կփոխեի ես մի անգամից։ Ինքը ոչ թե երկող է, ինքը խոսող է, ինքը ավելի շատ խոսում է, քան թե երգում է։ Ու ինքը չի կարա երաժշտությունը լսելով արդեն կան երաժշտություններ, որ հուզվում ես, անգամ արտասվում, էտել կա, ինքը չի կարա, մարդ չբուժի, սովորաբար բոլոր ձայնային ալիքները ազդում են, Ոստեղ մի տեսարան ունեինք, հիմա չգիտեմ, կարող եմ դա ցուցադրել, թե չէ, մարդու օրգանիզմի 70-70 քանի տոկոսը գիտականորեն ապացուցված, որ ջուր ենք, ջրաղեն ենք։ Իր ալիքները, եթե ճիշտ ռեզոնանսի մեջ համտնում, ասենք ներքին օրգաններից ինչ-որ մի հատ վատ վիճակում գտնվող օրգան ունենք, ասենք նույն ռեզոնանսային դաշտի մեջ իրան հարվածելով ինքը փոխանցում է այդ ալիքները իրեն ոնց որ քանաստեղից իրան արտնասնի ինքը հենց կբուժվի ոնց որ ասած նոր կյանք կտա շունչ կտա իհարկե ձայները ազդում են ուզես չուզես չես կարա Եղել է նման դեպք, որ կոնկրետ ձեռք են բերել ձեզանից այս թասերը բուժվելու համար, եղել են նման դեպքեր։ Շատ հաճախակի, հիմնականում երևի 99% բոլորը նման բանի համար են տանում։ Դա ողջունելու բանա, ես չգիտեմ, ուղղակի մի ժամանակ կար, որ շատերը ասենք չգիտեին, չէին ճանաչում, թե սա ինչ է, անգամ հասել խաշի ամանա։ Բայց այսօր այնքան ուրախ եմ, որ արդեն շատ-շատերի կողմից ես պատրաստում եմ, ասենք, վերնիսաժ վաճառում եմ, մարդիկ մոտիկանում են, շատերն արդեն փորձում են ես վաճառելով ինձ սովորացնեն, թե ինքը ինչ է, ինչի համար է պատրաստված, Ես ուրախ եմ դրա համար, շատ ուրախ եմ, որ բավականի բան է փոխվել։ Պարոն Աբգարյան, այս թասերը ուրարտական ժամանակներից պեղումների ընթացքում մենք գտել ենք նմանատիպ բավականին մեծ քանակով թասեր։ Կարելի է իրանց ասել ոչ թե թիբետյան երկող թասեր, այլ հայկական երկող թասեր, որոնք մենք փոխանցել ենք, դարեդար։ Ուրեմն այս ձևով կարելի է ասել հիմք տանք մենակ մի բանով շատ վիճելու հարցա, շատ վիճելու, ոնց որ բոլոր անհատները կվիճաբանեն և ասենք այսօր մեծ մասշտաբով մեծ գիտնականներ կարող է վիճաբանեն դրա մասին, բայց ակունքը լրիվ խոսվում է մի բանի համար։ Ժամանակին մետաքսի ճանապարհ ասածը մեծ առևտուր է եղել եւ Հայաստանից է դուրս եկել եւ ասենք դրսից շատ տարբեր երկրամասերից հասել ապրանքներ, որ վաճառքը տեղի ունեցել Հայաստանում։
բայց անունը ճանաչել որպես տիբեթյան երկող թաս ինձ համար շատ վիճելու բան է։ Եթե ինձ հարցնեն մի բառով ասեի, այս հողու ջրի գործը ակունքը եղել է Հայաստանը եւ ես ճանաչում եմ որպես իրան հայկական, որովհետեւ նմուշներ ունենք Երևանի թանգարաններում գտնվող սեպատառերով արձանագրությամբ, որը խոսում է իր հայ լինելու մասին։ Ինչ-ինչ ճանապարհներով հասել է, ասենք Տիբետ, այնտեղ սիրվել է, ճանաչել են մարդիկ, փորձել են պատրաստեն, ու առեսօրս արդեն շատ երկրամասերում պատրաստվում է, չի կարելի ասենք Տիբեթում պատրաստում են, Նեպալում պատրաստում են, Չինաստանում պատրաստում են, շատ տեղ են պատրաստում, ու բոլորն ասեն մերնա, բայց գոյություն ունի իրական գեղեցիկ մի հատ ճշմարտություն, որը այսօր ոտնահարված է։ Ես օրինակ շատ կցանկանայի, որ գիտականորեն ապացուցվեր, խոսք ունենար, ուժ ունենար, որ ինքը ով է, ում որդին ասենց ասած, վերջը, ինքը պիտի մի հատ գեղեցիկ անձնակիր ունենա, թե չէ։ Ես օրինակ մեծ ուրախությամբ սպասում եմ այդ օրվան, մեծ համբերությամբ, նայեք, ժամանակին խնդիրը գոնգ ասածի համար ունեցել են բոլորը, ինքնըստիկյան, ամենտեղ պատրաստվել է, ժամանակին ոնց է կոչում մեր հեռախոս գրպանի հեռախոսները, սմարթֆոն ասածը, ժամանակի սմարթֆոններն են եղել։ Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, մեկը մյուսից մի քանի կիլոմետր փոխանցելով ազդակները տարբեր, նույն այսօրվա մորզե ասածի ձևով իմացել են, որ ես ինչ տեղանքում դժբախտություն կա, կռիվ սկսել, կամ ուրախություն կա, եկեք հավաք, կապ են պահպանել մորզեի հետ նույն ձայնային ալիքների ոճով, դա շատ վիճելու բան է, ամեն երկրամաս, ամեն քաղաքակրթություն ինքը ունեցել է, կլռեմ գոնգի մասին ինչ-որ մի բան խոսեմ, բայց թասը հայկական ծագում ունի, ինքը հայ է, ինքը լավ աշխատանքներ են, ուղղակի ես էլի եմ կրկնում, մեծ ցանկություն ունեմ, որ մեծ ճանաչված գիտնականներ խոսեին, ասեին, որ իրոք ակունքը որտեղից է, այսօր բոլորը ճանաչում գալիս, ահա տիբեթյան երկող թաս, ամեն մարդու հետ չեմ կարող վիճաբանել, ասել, բացատրել, ասում դուք ճիշտ եք, այդքան է, ու ես ավելի լավ լռեմ, քան թե առավոտից երեկո նույնը կրկնեմ, ասեմ, այդքան էլ ուժ չկա։ Պարոն Աբգարյան, դուք իրենց հետ խոսում եք։ Անպայման։ Ինչ հաճախականությամբ, որքան եք խոսում։ Առավոտյան, երեկոյան, պատրաստելիս։ Ինչ մտքեր եք իրանց տալիս, ոնց եք փոխանակում այդ էներգիան։ Առաջի հերթին պատրաստման համար առաջի տեխնոլոգիան։ Ես պետք է լինեմ շատ համեստ, հանգիստ, ոչ լարված։ Եթե ինչ-որ մի բան կա, որ ինձ հոգեպես կամ ֆիզիկապես կարա անհանգստացնի, ես չեմ մոտիկանում իրենց հետ աշխատելու։ Դա սխալ է, որովհետև այդ նույն էներգետիկ դաշտը ես կարող եմ փոխանցել իրեն նվիրելով ինչ-որ մեկի կամ վաճառելով ինչ-որ մեկի, այն բոլոր բացասական ամեն ինչը ինքը պետք է իր հետ տանի։ Իրան պետք է տաս լավը, ասես լավը, նուրբ մոտիկանաս։ Եթե իրա հետ նուրբ չաշխատես, խոսես, իրա համար երկես, որ ինքը իրոք շատ լավն է։ Ինքը ոնց էլ աշխատես, մուրճի երկրորդ հարվածում կարող է ինքը պայթի, ինքը նեղվի,
գեղեցիկ դրական էմոցիաներ պետք է փոխանցես, դրական լիցքեր տաս, ինչ որ տաս, էներ կստանաս, նույն բումերանգի օրենքն է, լինել լավը, ասել լավը, տալ լավը, տեխնիկա ժամանակ անգամ պահանջել լավը, որովհետև եթե գոյություն ունի լավ ասածը, դրանից էլ ուրիշ բան չպետք է լինի, իսկ եթե վատը առհասարակ մեր այս կյանքում ով երբ ցանկացավ ում վատություն անի, որ վարքյանապես չարավ, բայց եթե ուզես ինչ-որ մի հատ գեղեցիկ լավ բան, ոնց են ասում, քեզ պիտի նեղություն տաս, որ այդ լավ բանը կարաս անես։ Հիմա նույնը կապ չունի գործը մարդու հետ է, թե մետաղի հետ է, թե կապ չունի, ինչ նյութ ուզում եք վերցրեք, եթե սեր չտաս, դու այս սերը իրանից չես կարող պահանջել։ Իսկ իրենք ձեզ ինչ են տվել։ Սուրբ հացի նման, չգիտեմ, առանց իրանիքից շատ դժվար է, կյանք է տալիս, խոսք է տալիս, ուժ է տալիս, ամեն անգամ նոր հնչյուն եմ ես լսում, չգիտեմ, շատ դժվար է առանց իրաց մի խոսքով։ Եվ այսպես, այսինքն իրենք էլ են ձեզ մատուցում այդ բոլոր զգացմունքները, որ դուք իրենց տալիս եք։ Անպայման, անպայման։ Ես այս ձևով ասեմ, ձեր հարցի նոր շարունակությունը, նոր ձայնի վրա եմ ես հիմա աշխատում, ճիշտն ասած, ոչ թե աշխատում, այլ արդեն քանի տարի է փնտրտուքների մեջ եմ, ուզում եմ նոր հնչյունը ստանալ։ Ճիշտն ասած, գործիքը համարյա պատրաստ է, ֆիզիկապես մարմինը ամբողջովին պատրաստ է, տեղ մնում է մի քիչ, չգիտեմ, եւ ֆիզիկա է պետք իմանալ, եւ չգիտեմ, փնտրտուքների մեջ եմ, խնդրի առաջ եմ կանգնել։ Պատկերացնում եք այդ ձայնը, ինքը ինչի է նման։ Անբացատրելի է, չեմ կարող ասել, բառերով չեմ կարող ասել։ Հենց որ այդ գործիքը կա, նույն այս թասը պիտի լիներ վրան, ուղղակի ինքը լարային գործիք է, նույն ջութակի նման սիմիչոկով պիտի ինքը նվագվեր։ Ուղղակի այն ձայնը, որ ես ուզում եմ լսեմ, փնտրտուքի մեջ եմ դեր, չի ստացվում։ Բայց երևի ամենադժվար աշխատանքը կատարել եմ։ Կամաց։ Իսկ լինում է, որ այդ ձայները գալիս են ձեզ երազների տեսքով։ Երազում եք, լսում այդ ձայնը, ոնց է առաջանում այդ ձայնը, որը դուք փնտրում եք։ Չի եղել, որ երազում են ձայնը լսել, շատ հետաքրքիր բան եք ասում, որ լավ կլիներ, որ երազում, բայց չէ, նման երազ չեմ տեսել։ Չէ։ Չէ։ Իսկ պարոն Աբգարյան, ձեր ապագան դուք ոնց եք տեսնում, այսինքն, որ ձեր գիտելիքը դուք նաև փոխանցեք, հա, ունեք դուք երեխաներ, ում հետ աշխատում եք, կամ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են։ Երիտասարդներից հետաքրքրված են սովորաբար այն երիտասարդները, որոնք ին վերցրած մուրճը մի րոպե իրանց բռի մեջ չեն կարող պահել։ Ինչու՞։ Ծանրը։ Եվ ծանրը, եւ անհարմար, ասենք, գործիքներ կան, որ պիտի կարողանաս տիրապետես այդ գործիքին։ Սովորաբար մոտիկանում են, որ շատ նիհար են, ուժ ֆիզիկապես գիտես երևում է, որ ուժ չունի, չի կարող այդ գործիքի հետ աշխատի, բայց ստիպողաբար, որ ինձ սովորացրեք, ես չեմ կարող, ասենք, այն մարդը, այն տղերքը, որ ասենք ֆիզիկապես վիճակի են, իրանց բացարձակ սա չի հետաքրքրում։ Իսկ ում կարող ես ստիպողաբար ասես, եկեք ես այս աշխատանքը ձեզ սովորացնեմ։ Մեր ցանկությունն է պետք է։ Ինքը սկզբից պիտի սիրահարված լինի գործին, որ խնդրի ասի,
սովորացրել եք, ես մեծ սիրով։ Ուղղակի մի բան էլ, որ եթե նման մարդ կա, այդ տեղը, այդ արհեստանոցը դեռ չունեմ ես, դրա վրա եմ փորձում մի քիչ աշխատանք շուտ վերջացնեմ արհեստանոց ունենամ։ Դուք նաև պատմեցիք, որ ձեր թորնիկն է, հա, աշխատում ձեզ հետ միասին։ Ոնց եկավ ինքը, նայելով ձեզ, հա, փնտրտուքների մեջ է, էլի ձայնային։ Ինքը ձայները շատ է սիրում, բոլոր խաղալիքներ շատ ունի, բայց ոչ մի խաղալիքով չի խաղում։ Երևի 5 րոպեից ինքը այդ խաղալիքից հոգնում է։ Միակ աշխատանքն է, չգիտեմ իր համար խաղալիք, թե ինչ, բայց հարվածի, լսի, անընդհատ 2 տարեկան կարծեմ դեռ չկար, այս մուրճը փոքրիկ վերցրեց ու սկսեց դեն ձևի էր հարվածում ու չէր կշտանում, անընդհատ նոր դաշտ փոխելով, մեծացնելով ձայնային ալիքները, ինքը էլի էր հարվածում, որ էլի եմ ուզում լսեմ, չէր կշտանում, ոնց որ ծարավ։ Սերը կա, հիմա չգիտենք, մեծանում է, իմ օգնականը երևի ինքը լինի, որ այդ ամեն ինչը իմ իմացածը ես կարամ փոխանցեմ։ Կարող եք փոխանցել, այո։ Պարոն Աբգարյան, ինձ նաև հետաքրքրում է, թե արդեն խոսելով Հայաստանի մասին, հայերի մասին, ինձ հետաքրքրում է, օրինակ, ձեզ համար ինչ է Հայաստանը։ Ես գրեթե իմ բոլոր հյուրերին այդ հարցը ուղղում եմ, այսօրվա Հայաստանը եւ երեկվա Հայաստանը եւ ապագայի Հայաստանը ինչպես եք դուք որպես ստեղծագործող մարդ պատկերացնում եւ ընդհանրապես ինչ է ձեզ համար Հայաստան ասվածը։ Շատ գեղեցիկ հարցադրումը, ուղղակի 2 բառով կամ առավոտից երեկո դրա մասին խոսելով միտքս չեմ կարող ավարտել։ Հայաստանը հրաշք երկիր է։ Երկիր մոլորակը ճանաչված մեծ աշխարհ, աշխարհի մեծ Հայաստանը մի մեծ աշխարհ է։ Հայաստանը մեծ ուժ ունի ամեն առումով։ Հայաստանը ինչից խոսանք, որ չի իանանք։ Հայաստանի ջուրը, օդը, բնությունը, մարդիկ, մի բառով սենց կարող եմ ասել, այնքան ուրախ եմ, որ հայ եմ ծնվել։ Իսկ այդ դուք նշեցիք, որ ուրախ եք, որ հայ եք ծնվել, կարող եք նկարագրել ով է հայը։ Հայ ասելով գիտեմ մի բառով եթե շատ դժվարանում եմ, հայը պետք է չխաբի, հայը պետք է արդար լինի իր գործի մեջ։ Դարերով սիրվել է հայը իր գործերով, իր արդարությամբ, իր ստեղծագործական աշխատանքներով, ամեն հարցում հայը միշտ ճանաչված է եղել։ Երևի երկիր մոլորակի վրա չկա մի հատ տեղ, որ հայի անունը չի շոշափվել։ Մեծ ճարտարապետներ ենք ունեցել, մեծ աշխատանքներ են կատարել, մեծ շինություններ, երևի այդ մեծ շինությունները այն ամենապրիմիտիվ, ամենահասարակ բանը կլինի, որ ես կարող եմ հայիսն ասել։ Առ այսօրս երկիր մոլորակի վրա էլի պետք է այս ձևի շոշափեմ, եթե գոյություն ունի մի հատ հրաշք, ինչ-որ գործ, աշխատանք, կապ չունի խոսքի ինչ առումով, եթե այդ հրաշքը ի հայտ է եկել, ուրեմն լավ իմացած եղեք, հայի մատը մեջին խառն է, առանց հայի դա ի հայտ
չեր գա։ Ոնց որ փորփրեք։ Հայի մասին է այդ ձևով կարամ ասեմ։ Հայը ուժա, հայը հրաշքա։ Իսկ կան հերոսներ, ում մասին դուք մտածում եք, հիշում եք ձեր սիրելի հայ հերոսները ովքեր են։ Այդքան ես չեմ կարող բոլորի անունները ասել, բայց մեր զորավար Անդրանիկը, Նժդեհը, գիտեք շատ կա։ Ես երևի միակ թեման է, որ չի ցանկանա այդքան խոսել դրա մասին։ Եվ դուք կարող եք հիմա մեր բոլորին հայերից արեմաղթանք ուղղել Շամշադինի բարբառով։ Չգիտեմ ոնց կստացվի, Բայց փորձենք։ Ու ավելի աշխուժ։ Ես իմ հայ ազգին կցանկանամ առողջություն, հաջողություն, Բարբառով։ երկար տարիների կյանք։ Ինչ ասեմ, խերն ու պերի կլխներից նամպակաս, Աստծո աչը կլխներից նամպակաս, շատ խաղաղություն, ուրախել են, բալիսից միջև բերեք շեր, ուրախությունն անպակասելի։ Սա խոսքը այս ընդհանուր իմասին Մարինա ջան, սա էլի մոտորապես երևի մի 15-17 տարվա կյանք ունի, որ այսքան ժամանակ ինքը պատրաստվում է ու կարևորն է հիմա փոքր չափերից ես ստեղ չունեմ իր կտրվածները, իր պատկերները, կան ժառապատկերներով, կա մի խոսքով մեջը խոսում է մենակ դրականը, բացական ինչ-որ մի բան արթնացնող նման բան չկա, որ ես այստեղ ցույց տամ։ Այստեղ մեր Նուրնա, Խաչվրեն, մեր Արարատ Սարը, ինքը եւ կարող ենք ճանաչել Արեգակ եւ մեր երկիր մոլորակը։ Այսօր միանձնավորություն, որ թևերը վեր բարձրած երևի Աստծո հետ է խոսում, չգիտեմ։ Մի խոսքով թեման միշտ տարբեր, չկրկնվող, նույնը ասենք հնչյունները լրիվ խիստ տարբեր։ Այսօր մեծ ճանաչում ունի գոնգը, խնդիրը նենց է եղել պատրաստման տեխնոլոգիան ինքը շատ դժվար է եղել, ավելի հեշտ է եղել, ասենք մի անգամից այս լիստավոյ հեշտ պատրաստման մի հատ տեխնոլոգիա, որ բոլորն էլ ունեցել են, ստեղ արդեն կապ ունի մետաղի չափը, ինչ լայնություն, ինչ երկարություն ունի, ինչ հաստություն ունի, նյութը հիմնականում, ինչ նյութեր են հավաքել, ոնց է պատրաստվել, դա միշտ տարածված եղել է, եւ Հայաստանում է եղել, եւ Ռուսաստանում է եղել, եւ Անգլիա, Իտալիա, կապ չունի, մոլորակի վրա ամենտեղ էլ ինքը գործածվել է, մեծ ճանաչում, ոնց որ այսօր գոնգը ունի, նույնը, ասենք, իր ժամանակին մարդիկ օգտվել են, օգտագործվել է եւ երաժշտության մեջ եւ ասենք որպես ձայնային մեծալիքներ խոսք տեղափոխող ինչ որ մի հատ միջոց է եղել, ոնց որ սմարթֆոնը։ Մի խոսքով
Էլի գեղեցիկ հնչյուններ փորձել եմ ես ձևով պատրաստեմ։ Հաճելի ձայներ մի խոսքով։ Ուղղակի մեծ հաշվարկներ կան մետաղը, բոլոր գունավոր մետաղների ակունքը, սիրտը հանդիսանում է պղինձ ասածը։ Արդեն պղնձի հետ խառնելով ցինկ, օլով, ինչ տոկոսային չափերով, ասենք 1 կիլոգրամ պղնձին, կես կիլոգրամ սվինեց խառնելով, արջիջ խառնելով, մեի ուրիշ բան կստանաս, օլով խառնելով ուրիշ բան կստանաս, օլովի հետ, ասենք ցինկ խառնելով, ինքը դրի ուրիշ բան կտանա, ոնց որ այսօր լատուն եւ բրոնզ ասածը քույր ու եղբայրներ են, նույն մետաղն է, մեկը խփելու ժամանակ կարող ես ջարդել, իսկ լատունը խփելու ժամանակ կարող ես ծռել, ինքը չի ջարդվում, քույր ու եղբայրներ են։ Հիմա նույնը սպիտակը էլի ճանաչում ունի ինքը որպես սպիտակ բրոնզ։ Ճիշտն ասած կսխալվեմ, ինչ պարունակություն ունի ինքը, բայց կա եւ սպիտակ բրոնզ, եւ դեղին բրոնզ, եւ էլ ավելի սև տեսք ունեցող բրոնզ տարբեր անուններով, ասենք, ես ճիշտ դրա մասնակետը չեմ կարող այդքան մանրամասը խոսալ, բայց հիմնականում շեշտը դնենք բոլոր գունավոր մետաղների սիրտը, հայրիկը հանդիսանում է պղինձ ասածը։ Արդեն թե ինչ պատրաստման համար, ինչ ամրություն է պետք մետաղին, ինչի պետք է ինքը ծառայի, դրա հիման վրա արդեն խառնուրդները որոշվում է։ Ես դրա մասնագետը չեմ, բայց գիտեմ այդքանը կարող եմ ասել։ Պարոն Աբգարյան, դուք երգել սիրում եք։ Երգել սիրում եմ, բայց երգ չգիտեմ, որ ես երգ ասեմ։ Շնորհակալ ենք ձեզ, պարոն Աբգարյան, այս հրաշալի զրույցի համար։ Կարծում եմ սա մեր վերջին զրույցը չի լինի, ես կարծում եմ, երբ որ դուք գտնեք այդ նոր ձայնը, որին փնտրում եք, մենք անպայման կրկին կհանդիպենք եւ նաեւ կընկերենք այդ նույն գեղեցիկ ձայնը։ Մեծ սիրով։ Շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։ Ֆիզիկապես իր ուժը իմանալու համար ձերքդ սենց պահի, ապսեն չկպնես պահի ջրի մեջ։ Господи, это прекрасно. Հրաշք։ Այս ամեն ինչը աննկարագրելի է։ Վիբրացիաներ։ Նենց թուլացավ ձեռքս, այնքան հետաքրքիր է, вот վիբրացիաները մինչև հիմա իրանք աշխատում են քո մեջ։ Это тебя коснулся, понимаешь? Только коснулся ангел звука. Да. А если ты в этом проведешь время, ну не представляешь себе, какие у тебя... Облегчение. Да. Շնորհակալություն։ Вот это такой... Вот. И это вот эта задача, понимаешь, да? Вот эта задача. Потому что это то, что делает Ашот реально.